Աշտարակ համայնքի նոր ամանոց բնակավայրի 140 աշակերտները եւս մեկ ուսումնական տարի ամփոփեցին այստեղ։ Հույս ունեն, որ նոր ուսումնական տարում հրաժեշտ կտան հին դպրոցին։ 1981 թվականի շինություն էր եւ ընդհանրապես կոսմետիկ, որևիցե մի վերանորոգման աշխատանք չի իրականացվել։ Մենք չենք ունեցել ջուր, շենքի ներսում չենք ունեցել հոսանք։ Դրանք այս վերջի տարիների ձեռքբերումներն էին՝ ջուրը, հոսանքը, ճաշարանը, սանհանգույցները։ Հատկապես աղետալի էր ջեռուցման սեզոնը, շարունակում է տնօրենը։ Երբ որ միջանցքները չէին ջեռուցում, զուտ դասասենյակներում էր իրականացում եւ այդ պայմաններում ջերմություն ապահովելը իհարկե հերոսական աշխատանք էր։ 2024-ին հին դպրոցի հարևանությամբ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում սկսեցին կառուցել նոր կրթահամալիրը, որը ունենալու է 144 տեղ հզորությամբ դպրոց եւ 40 տեղ հզորությամբ մանկապարտեզ։ 33 երեխաները այժմ հարմարեցված շենքում են մանկապարտեզ հաճախում։ Մենք այս գյուղից ենք, աշխատում ենք մեր երեխաների մոտ, դպրոց պատրաստենք։ Դպրոցի նախկին տնտեսվարն է շուրջ 10 տարի աշխատելուց հետո այժմ էլ համագյուղացիների հետ նոր դպրոցի կառուցմանն է մասնակցում։ Հին դպրոցում թորնիկներն են սովորել, նոր դպրոցում էլ Կարողա ծորներս գանում իստե։ Կրթահամալիրի շինարարությանը զուգահեռ իրականացվում են նաև շրջակայքի բարեկարգման աշխատանքները։ Արտաքին լուսավորվածության աշխատանքներ, եզրաքարերի տեղադրում, տաղավարների տեղադրում, ռոռոկման ջրերի կառուցում, երեսապատում, ներքին հարդարման աշխատանքներ։ Շինարարը վստահեցնում է, ժամկետների խնդիր չկա։ Տեմպը նորմալ է, տարվա մինչև տարվա վերջ, դեկտեմբեր մենք կհասցնենք։ Սա միակ դպրոցը չէ մարզում, շուրջ 52-ն են ընդգրկված ծրագրում։ Այս պայմանությամբ 9 դպրոցներ ավարտված են, 40 դպրոցներ կառուցման, հիմնանորոգման, վերակառուցման տարբեր փուլերում են գտնվում։ Սեպտեմբերին որոշ դպրոցներ արդեն կավարտվեն եւ մնացածը հիմնականում ավարտական փուլում են եւ մինչեւ տարվա վերջ կավարտվեն։ Նոր կառուցվող դպրոցները պետք է ծառայեն նաև որպես համայնքային կենտրոններ, փոխմարզպետն է շարունակում։ Չափազանց կարևոր է գյուղի երիտասարդների բնակության համար, որ իրենք կարողանան իրենց սպորտային եւ մշակութային կյանքը կազմակերպել կրթահամալիրի տարածքում, օգտվելով կրթահամալիրի սպորտային եւ մշակութային ենթակառուցվածքներից, որտեղ մենք պատկերացնում ենք, որ դպրոցը դասերից հետո իր դռները չի փակելու եւ գնա, այլ եւ դասերի ժամանակ եւ դասերից հետո հատկապես արդեն գյուղի բնակչությունը երիտասարդները կարողանան օգտվել այս գեղեցիկ նոր ենթակառուցվածքներից։ Իսկ այս կրթահամալիրը համալրված է լինելու բոլոր ենթակառուցվածքներով՝ հանդիսությունների ու սպորտի դահլիճներ, լաբորատորիաներ, մարզադաշտեր։ Շուրջ 150 կՎտ հզորությամբ արևային կայաններն էլ ապահովելու են դպրոցի էլեկտրաէներգիան, որ նախորդի պես հոսանքի ու ջեռուցման խնդիր չունենան։ Էմմա Վարդանյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։